Այն փաստորեն Արցախի հանրապետության հյուսիսում էր մնում եւ կտրվում էր օրինակ Մարտակերտի շրջանի մնացած մասից։ Այս առումով իհարկե սա խնդիր էր եւ Ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ համաձայնվել են այդտեղ տեղակայել խաղապահ փոքրիկ ստորաբաժանում մի քանի տասնյակ հոգի, որպեսզի վանքը շարունակի գործել որպես վանական առանձին միաբանություն եւ այդպես վանքը որոշակի հերթափոխով հոգեորականների շարունակեց գործել մինչև 2023 թվականի սոսկալի իրադարձությունները եւ Արցախի օկուպացիան, արդեն մնացած մասի նաեւ օկուպացիան ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այդ ժամանակ հայ հոգեորականները ստիպված են եղել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հեռանալ այդտեղից եւ վանքը ցավոք առայժմ չի գործում։ Հույս պետք է տածել, որ օրերից մի օր Դադիվանքը հայոց հնագույն վանական համալիրներից մեկը նորից կգործի, դռները կբացի ոչ միայն հոգևոր հայրերի, այլև հայ ուխտավորների համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։